Պարոն Աբրահամյան, օրերս ընդդիմությունը կարծես արտախորհրդարանական արդեն ներկայացնում են իրենց վարչապետի թեկնածուները մի կողմից մեր ձևով ասում է, որ մեր վարչապետ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, մի կողմից վարչապետի թեկնածու առաջադրում են Գագիկ Ծառուկյանին։ Այս մասով որքան եք համարում աջակցությունը ընդդիմության, արտախորհրդարանական ընդդիմության ձեր նկատմամբ եւ արդյոք ընդդիմության շանսերը իշխանության նկատմամբ ավելանում են այս ֆոնին։ Քարոզչական ժամանակահատվածը բուն օրենքով նախատեսված թեև չի սկսել, բայց բնական է, որ ընտրություններից 4 ամիս առաջ տարբեր քաղաքական ուժեր ոչ միայն դիրքավորում եւ վերադիրքավորում են, այլ ցույց են տալիս այն մարտավարությունը, այն ճանապարհը, որով շարժվելու են եւ բնականաբար այս ընթացքը ես նորմալ եմ համարում։ Անկախ այն հանգամանքից, որ սա ուղեկցում է նաեւ իշխանության կողմից հակաօրինական բավական մեծ գործողություններով սկսած քաղաքական հետապնդումներից մինչև մայրաթորի նկատմամբ հարձակումներով եւ այս պահին էլ տարբեր հոգեվորականներ խղճի բանտարկյալի կարգավիճակ ունեն, բայց պետք է արձանագրել, որ բնական է նաեւ որոշակի աժոտաժը, որը մինչև հունիսի 7-ը շատ ավելի ինտենսիվ բնույթ է կրելու։ Պարոն Աբրահամյան, տեսեք, օրինակ Գագիկ Ծառուկյանն ասում է, բոլորս Նոյան Տապանի պես պետք է հավաքվենք։ Եթե ստացվի այնպես, որ իսկապես չակերտավոր Նոյան Տապանը կառուցվի, դուք եւ ձեր քաղաքական ուժը ինչ քայլեր կձեռնարկեք այդ տապանում հայտնվելու համար եւ արդյոք կհայտնվեք։ Հիմա եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճանապարհն կամ իր մոտեցումն արտացոլում, հանրապետական չպետք է գնա եւ տեղավորվի այդ իրողության մեջ։ Ներընդդիմադիր դաշտում իհարկե պետք է լինեն որոշակի սկզբունքներ, որոնք պետք է ամբողջական լինեն բոլորի համար։ Սա առաջին հերթին որպես օրինակ վերաբերում է ընտրական փուլում, հատկապես ընտրական փուլում, բայց նախընտրել է լավ ողջ քաղաքական process-ում միմյանց չթիրախավորելու եւ միմյանց նկատմամբ հարձակումներ տարբեր ուղակի վանուղակի ձևով չարտահայտելու մասով։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին կամ իր բռնած ճանապարհին, դա իրենք են որոշում եւ հանրապետականը չի գնում այս կամ այն քաղաքական ուժի տրամաբանության մեջ տեղավորվում։ Հատկապես որ հանրապետականում գործադիր մարմինը դեռևս որոշում չունի ընտրությունների մասնակցման դրա հնարավոր ձևաչափերին եւ կարծում եմ շուտ է խոսել առհասարակ որևէ ուժի հետ, որևէ ձևով աշխատելու կամ որևէ ֆորմատում տեղավորվելու մասով։ Իսկ առհասարակ շանսերը ընդդիմության նկատմամբ, ինչպես է իշխանության նկատմամբ ընդդիմության շահերը ինչպես է գնահատում, որովհետեւ կարծես թե իշխանությունը չակերտավոր արդեն իսկ քարոզչությունը սկսել է։ Դասական քաղաքական process-ները շատ քիչ են մեր իրականության մեջ։ Իշխանությունը առաջնորդում է մարտեր առանց կանոնների ձևով, որի պայմաններում կան որոշակի դասական մոտեցումներ, որոնք պարզապես չեն աշխատում եւ մենք չենք կարող այս իրադրությունների պայմաններում վերցնել տարբեր գործընթացներ, համեմատության մեջ դնել, գնահատել եւ փորձել հասկանալ, թե իրականության մեջ ինչպիսի արդյունք դա կարող է մեզ համար ապահովել։ Տեսեք, մենակ այն հանգամանքը, որ ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ իշխանությունը տարբեր անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ է սկսում։ Մի ուժի ղեկավարներ բանտում, հետագայում տնային կալանքի ռեժիմում հանրապետականի առանցքային դեմքերից մեկը, որը վարչապետի անվստահության գործընթացում էր թեկնածուներ Դավիթ Համբարձումյանը բանտում էր, հիմա տնային կալանքի ռեժիմում է։ Չեմ ասում դեռևս մեծ թվով այլ գործիչների մասին, ներողություն եմ խնդրում ուղղակի բոլոր այն մարդկանցից, այն քաղաքական գործիչներից, որոնց այս պահին չեմ մտաբերում, բայց վերջին խոսում Մայրաթորի դեմ այս ծավալային հարձակումների մասին, որպես հասարակության ամենաբարձր վարկանիշ ունեցող ինստիտուտի եւ այլն, բնականաբար այս պայմաններում հաշվարկել թե քաղաքական գործընթացները որ ուղով գնան, բնականաբար չեն կարող, որովհետեւ կրկնում եմ, սրա մեծ մասը քաղաքական չեն, քաղաքականությունից դուրս process-ներ են եւ այս պարագայում ելքի մասին խոսելը առնվազն դժվար է։ Պարոն Աբրահամյան, նշեցիք այն քաղաքական ճնշումները, որոնք գործադրվում են այն վարչապետի թեկնածուների նկատմամբ կամ քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում, այդ թվում կալանքի տակ են գտնվում։ Արդյոք նաև եկեղեցու դեմ ուղղված այս քայլերը քաղաքական քարոզչություն չէ, քանի որ երբ որ վեհափառը ասեց, որ եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս են քանում, մեկ քայլով արգելեցին պարզապես կաթողիկոսին լքել Հայաստանը։ Արդյոք սա քաղաքական իրենց իմիջը բարձրացնելու քայլ չէ։ Ես կարծում
կարծում եմ, որ մայրաթորի դեմ գործողությունների հիմքում երկու պատճառ կա։ Առաջինը դա ադրբեջանական պահանջներն են, որոնք կուլիսներում անընդհատ քննարկվում են, իսկ ադրբեջանական մամուլում դրանք արտահայտում են։ Բնականաբար ադրբեջանցիների համար չի կարող բավարար հանգամանք լինել այն, որ Հայաստանի իշխանության այսպիսի արտաքին քաղաքականության պայմաններում, երբ որ Հայաստանի կենսական շահերը արտահայտող մոտեցումները օրակարգում չեն, մայրաթորը տարբեր նաև միջազգային հարթակներում բարձրացնում է։ Դա սկսում է Արցախի հետ կապված հարցերից, արցախցիների հավաքական վերադարձ, արցախցիների իրավունքների վերականգնում, միջև նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հարցեր, եւ կարծում եմ, որոնք նաև հրապարակային են արտահայտված դաշտում, ադրբեջանցիները այստեղ ունեն որոշակի նկատառումներ, ճակերտավոր ներկայացված ռևանշիզմի դրսևորումների մասով Ադրբեջանը դա այդպես է ներկայացում, իսկ Հայաստանի իշխանությունը փորձում է իր այս վարկով նաև այդ խնդիրը լուծել ադրբեջանցիներին բավարարելու եւ ցույց տալու համար, որ նաև այս նախապայմանը, որը ամրագրված չէ առ այս պահը, նույնիսկ այս մասով իրենք գործում են։ Երկրորդ հանգամանքը դա մայրաթորի հեղինակությունն է։ Փաշինյանը ինքը ցույց է տվել, որ կաշկանդվածություն ունի եւ խնդիր ունի բոլոր այն կառույցների եւ գործիչների հետ, անկախ նրանից քաղաքական գործիչներ են, հոգեվորականներ են, հասարակական գործիչներ են, ովքեր ունեն հեղինակություն եւ փորձում է ինստիտուտների թիրախավորման միջոցով իրենից այսպես ասած վարկաբեկել մարդկանց, բոլոր այն մարդկանց մի մասին ազատությունից զրկելով, մի մարդկանց անդադ դատական քաշքշուկների, դատախազություն քննչական այդ տարբեր ատյաններով այս կողմ այն կողմ տանելու ձևով, եւ դա այս վերջին 6-7 ամսվա ընթացքում արտահայտվել է։ Մայրաթորը կոնկրետ ունի մոտեցումներ, սկզբունքներ, որոնք փոխում են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի առաջնահերթությունից, այլ հայ ժողովրդի, որ ուղեկցվել է հազարամյակներով, սկսած ինքնությունից մինչև հայապահպանություն եւ այս պարագայում այս որակի արժեհամակարգ ունեցող իշխանության պայմաններում դա դարձել է սպառնալիք եւ փորձ է արվում հնարավորինս խալխլել մայրաթորի դիրքերը եւ հնարավորինս նրան զրկել հեղինակությունից։ Ինքս կարծում եմ, որ այս process-ները թեև որոշակի ցավոտ հետևանքներ ունեցել են, բայց մայրաթորը ուժեղ է, կարողանում է իր մոտեցումները շատ ավելի ընկալի դարձնել մեր հասարակության համար եւ իր հեղինակությունը այս բան շատ ավելի ազդեցիկ է, շատ ավելի ընդգծված է, քան եղել է 20-6-7 ամիս առաջ։ Իսկ պարոն Աբրամյան, ես կհասնի բան է նրան, որ օրինակ կաթողիկոսին կկալանավորեն սրբազանների պես։ Որևէ մեկը չի կարող բացառել, որովհետեւ այս իշխանության համար որևէ սահմանափակումներ չկան, որևէ կարմիր գծեր չկան, շատ ժամանակ նաև էմոցիաներն են թելադրում, թե ինչպես նրանք առաջնորդվեն, բայց ինքս կարծում եմ, որ եւ կաթողիկոսը եւ մեր հոգեվորականները բոլորը պատրաստ են եղել իրավիճակի այդպիսի զարգացումներին։